Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղ լարված, հուզիչ եւ անսպասելի զարգացումներով լի վերլուծությունը։ Իրադարձություններն արդեն ստանում են նոր, էլ ավելի խճճված ընթացք, եւ այսօր մենք կքննարկենք այն շոկային դրվագները, որոնք արդեն իսկ սկսում են բացահայտել բոլոր գաղտնիքները։ Հարմար տեղավորվեք, քանի որ էկրաններին իսկական փոթորիկ է սպասվում։ Սկսենք Մանեի հոգեբանական ծանր վիճակից։ Օրեր շարունակ Հարութի մայրիկին չայցելելուց հետո, հայտնվելով լիակատար անելանելիության եւ հուսահատության մեջ, Մանեն կրկին հիշում է նրան եւ գնում նրանց տուն։ Բարի եւ ոչինչ չկասկածող մայրը փորձում է հանգստացնել նրան, հորդորելով չհանձնվել եւ պայքարել իրենց սիրո համար։ Սակայն Մանեի պատասխանը սառը ցնցուղի պես է ազդում։ Նա ասում է, որ Հարութի համար լավագույն տարբերակն իրեն ընդմիշտ մոռանալն ու սեփական կյանքը նորից դասավորելն է, քանի որ այլևս անհնար է որևէ բան փոխել։ Անհանգստությունից խելագարվող մայրը փորձում է հասկանալ, թե ինչ սարսափելի բան է արել Մանեն, որ Հարութն այդքան կտրուկ եւ անբեկանելի որոշում է կայացրել։ Ի պատասխան Մանեն խոստովանում է, որ արել է աններելին, որ համար ակնթարթորեն ամեն ինչ պարզ է դառնում։ Նա ցավով գիտակցում է, որ խոսքը դավաճանության մասին է։ Այդ ընթացքում Սյուզին հեռախոսով կապվում է Սեդայի հետ եւ տեղեկանում չափազանց կարևոր նորությունների մասին։ Պարզվում է, Սեդան գնացել է այն չարաբաստիկ վայրը, կարողացել է վերհիշել բազմաթիվ ցավոտ դետալներ, գտել է ծանրակշիռ ապացույցներ եւ արդեն վերադառնում է տուն։ Այս լուրը լսելուն պես Սյուզին անմիջապես իրենց տուն է կանչում Էլենին։ Երբ Էլենը գալիս է ու դժգոհում, թե ինչու է իրեն այդպես հապճեպ կանչել, Սյուզին դեմքին է շպրտում սարսափելի ճշմարտությունը։ Նա ասում է, որ Էլենի վերջը եկել է, քանի որ Սեդան հիշում է դեպքի մանրամասները, եւ շատ շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ հենց Էլենն է կանգնած այս ողջ դժոխքի հետևում։ Սակայն Էլենը շարունակում է մնալ անկոտրում։ Նա համառորեն եւ ցինիկաբար հերքում է իր մեղավորությունը, հրաժարվելով ընդունել պարտությունը։ Իսկ Սեդան եւ Հարութը դեռ ճանապարհին են։ Թվում էր, թե ճշմարտության բացահայտումը պետք է թեթևացներ Սեդայի հոգեվիճակը, սակայն էմոցիոնալ գերլարվածությունն ու ծանր հիշողությունները իրենց սև գործն անում են։ Սեդայի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, եւ նա, չդիմանալով հոգեկան հսկայական ճնշմանը, ուշագնաց է լինում անմիջապես Հարութի մեքենայի մեջ։ Մինչ Հարութը փորձում է ուշքի բերել Սեդային, Մինասի տանը իսկական խուճապ է սկսվում։ Մինասը վերադառնում է տուն եւ Սյուզիին հայտնում իր անսպասելի որոշման մասին։ Նա ցանկանում է ընդհանուր ընթրիքի սեղանի շուրջ շատ լուրջ եւ կարեւոր խոսակցություն ունենալ Սեդայի հետ։ Սյուզին հայտնվում է փակուղում, քանի որ Սեդան դեռ տուն չի հասել, իսկ Մինասը ոչ մի դեպքում չպետք է իմանա նրա բացակայության մասին։ Հասկանալով, որ այլևս ելք չկա, Սյուզին որոշում է իր վրա վերցնել հարվածը։ Նա ասում է, որ պետք է մի շատ կարևոր բան հայտնի, որից Մինասը հաստատ կզայրանա։ Նա արդեն պատրաստվում է բացել փակագծերը, բայց ճիշտ այդ վայրկյանին տեղի է ունենում անսպասելին։ Սեդան, հավաքելով իր վերջին ուժերը, մտնում է հյուրասենյակ։ Նրա այս ճակատագրական մուտքը փրկում է ոչ միայն իրավիճակը, այլև իրեն ու Սյուզիին, կանխելով Մինասի անխուսափելի պայթյունը։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, ինչ լուրջ թեմայի շուրջ է ցանկանում խոսել Մինասը ընթրիքի ժամանակ։ Եվ արդյոք Էլենին կհաջողվի մինչև վերջ թաքցնել իր կեղտոտ խաղը, թե Սեդայի գտած ապացույցներն անհերքելի կլինեն։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով եւ կանխատեսումներով մեկնաբանություններում։ Ես մեծ սիրով կկարդամ եւ կքննարկեմ ձեզ հետ։ Եվ իհարկե, չմոռանաք սեղմել հավանելու կոճակն ու բաժանորդագրվել այս ալիքին։ Հաջորդ ամենաթեժ վերլուծությունները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք շուտով։